Ողջունում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր մեր հետ միասին երկխոսության ձևաչափով մեր YouTube-յան հարթակի միջոցով հրավիրել եմ մի հարգարժան հյուր Արնոլդ Բլեյանին, ով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական թիմի մաս է եւ նաեւ մասնակցում է այս ընտրություններում։ Արնոլդը բացի դրանից փորձագետ է, միջազգային հարաբերությունների եւ անվտանգության կենտրոնն է ղեկավարում, քաղաքացիական այսպիսի հասարակական կառույց կա։ Ձեր համար շատ լավ ծանոթ եւ այսօր կփորձենք Արնոլդի հետ միասին քննարկել ներքաղաքական իրավիճակը, կապել դա արտաքին քաղաքական զարգացումների հետ, այդ թվում իհարկե համոզված եմ շատերին ձեզանից կհետաքրքրի Հանուն Հանրապետության կուսակցության ծրագիրը եւ ինչ օրակարգով են մասնակցում ընտրություններում։ Արնոլդ ջան, նորից շնորհակալ եմ։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ սիրով Գեորգի ջան, ուրախ եմ։ Սկսենք Արնոլդ ջան, ուրեմն նրանից, թե ինչպես է ընդհանուր առումով գնահատում այս նախընտրական իրավիճակը, որովհետև տարբերվում է հաստատ նախորդ ընտրություններից եւ բացի դրանից էլ դեռ նոր է սկսվում, բայց իրականում կարելի ասել, որ վաղուց է սկսվել այդ նախընտրական ակտիվ փուլը եւ իհարկե հետաքրքիր առաջերտին ընդհանուր գնահատականդ ինչպիսին է այս նախընտրական գործընթացների մասին։ Իրապես շատ կարևոր ընտրություններ են եւ թե նախընտրական, թե արդեն այս փուլում եւ սպասվում է, որ նույնիսկ կարող են հետընտրական իրադարձություններ տեղ ունենան, որովհետեւ շատ կարևոր ժամանակաշրջանում են տեղ ունենում ընտրությունները Հայաստանում եւ այդ ժամանակաշրջանը կապված է թե Հայաստանի հետ, թե Հայաստանի շուրջ, թե ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակի հետ եւ տարբեր դերակատարներ իրենց հետաքրքրություններն ունեն եւ մենք պետք է հասկանանք թե որն է հետաքրքրությունը Հայաստանի եւ որ դերակատարների հետ մենք ունենք այդ շահերի եւ հետաքրքրությունների ընդհանրություն եւ բնականաբար մենք չենք կարող շրջանցել սենյակի միջի մեծ փղին, խոսքը գնում է Ռուսաստանի մասին, ով շատ մեծ ներգրավվածություն է ցուցաբերում այս օրերին, շաբաթներին, ամիսներին եւ դեռ սպասվող ժամանակաշրջանում Հայաստանում, Հայաստանի շուրջ, Հայաստանից դուրս գտնվող հայերի վրա իրենց ազդեցությունն են օգտագործում, որը հետո փոխակերպվում է արդեն Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու, ընտրող քաղաքացու վրա, իր տրամադրությունների վրա, շատ մենք պատրաստ ենք դիմագրավելու այդ փորձություններին, մենք իհարկե ցանկացանք հնարավորինս լայն կոնսոլիդացիա ձևավորել, որպեսզի Հայաստանում լինի ընդդիմափոխություն, որովհետև ներողություն կարծում ենք, որ ընդդիմափոխությունը դա այն կարևոր բաղկացուցիչն է, որը պետք է մաս կազմի 26 թվականի խորհրդանական ընտրություններից հետո ձևավորվող ազգային ժողովում։ Ես մեծ կասկածներ չունեմ, թե ի վերջո ով կհաղթի ազգային ժողովի ընտրություններում եւ կձևավորի իշխանություն։ Ես կարծում եմ այնուամենայնիվ հաշվի առնելով թեկուզև այս բոլոր հնարավոր ռիսկերը եւ արհավիրքները, որ նույնիսկ կարող են գալ, այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կկարողանա ձևավորել իշխանություն, մեծամասնություն, բայց ինձ համար շատ կարևոր է որպեսզի ընդդիմափոխություն տեղ ունենա, որովհետեւ շատ կարևոր է, որ Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր հատվածը իշխանության նույնպես լինի ինքնիշխան։ Այդ է շատ կարևոր է, որովհետեւ մեզ ինքնիշխան ընդդիմություն է պետք, որովհետեւ իրապես առողջ եւ Հայաստանի Հանրապետության հարատեվությանը միտված ընդդիմությունը նաեւ կստիպի իշխանությանը եւ իշխանությանը կպայի հաշվետու, որպեսզի այդ բարեփոխումները, որոնք երբեմն արվում են կիսատ պրատ, երբեմն մոռացվում են, երբեմն պետք է նորացվեն, փոփոխվեն, դանդաղվեն, կամ հետաձգվում են հաշվի առնելով ինչ պատճառներ, այս բոլոր խնդիրները պետք է ձեռքի տված իշխանության հետ առաջ տալվեն եւ ընդհանրապես այն գզվրտոցը, որ մենք լսել ենք 21 թվականից ի վեր, այդ գող փիսո քաչարշու ձևաչափը եւ այդ խոսույթը, որը ապաքաղաքական է եւ միտված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսական շահերին, պետք է դուրս շպրտվի ազգային ժողովից եւ հակառակը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պետք է քննարկումներ լինեն Հայաստանի Հանրապետության հարատեվությանը միտված
նարատիվների եւ ձևաչափերի եւ այդ բաների շուրջ պետք է միտված լինեն, այսինքն կարող են լինել եւ պետք է լինեն մարտավարական եւ միգուցե ռազմավարական ինչ-ինչ տարբերություններ իշխանության եւ ընդդիմության միջեւ, բայց պետք է կոնսենսուս լինի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի։ Այսինքն չեն կարող լինել ուժեր, որոնք կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելը։ Իսկ երբ դու օրինակ հայտարարում ես, որ մենք պետք է մաս կազմենք Ռուսաստան, Բելարուս միութենական պետությամբ, դու կասկածի տակ ես դնում, թե Հայաստանի Հանրապետություն պետք է լինի, թե ոչ։ Չի կարող անկախ, որքան այսօր Բելարուսն է անկախ, այնքան անկախ էլ կլինի Հայաստանը։ Բնականաբար անկախության մասին չկա Բելարուսում խոսույթ։ Եվ մեզ պետք չէ նման բելարուսացում պետք չէ։ Մեզ շատ են օրինակ վախեցնում Հայաստանի, այ Ուկրաինա եք դարձնում, մի ժամանակ Վրաստան էին դարձնում, հիմա Ուկրաինա են դարձնում, էլ չեն ասում, որ կներեք, բան չհասկացանք։ Այո, ես ուզում եմ Ուկրաինայի պես լինեմ, ես ուզում եմ ժամանակի մեզ վախեցնում են Վրաստանով, ես ուզում եմ այդ Վրաստանի պես լինեմ, եվրոպական ինտեգրման այդ Վրաստանի պես լինեմ, ես ուզում եմ այդ Ուկրաինայի պես լինեմ, որը 4 տարի, առնվազն 4 տարի, մենք կարող ենք իհարկե 14 թվական վերադառնալ, բայց այդքան տարի մարտնչում է եւ նաեւ Իրանով պաշտպանում է թե Եվրոպան, հա, իրենից արևմուտք, թե նաեւ արևելյան երկրները, հարավ-արևելյան երկրները, հարավային Կովկասի երկրները պաշտպանում է Ռուսաստանից։ Եվ եթե օրինակ Ուկրաինան ընկներ, ես կասկածում եմ, որ այսօր կլինեն Հայաստանի Հանրապետություն, անկախ Վրաստան, հա, որքան էլ որ դեռ այն անկախ է, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ այո, եւ ես ուզում եմ, որ Հայաստանը լինի Ուկրաինայի պես, ես չեմ ուզում Հայաստանը լինի Բելարուսի պես։ Մենք շատ են խոսում Ուկրաինայից եւ գուժում են միշտ, որ չգիտեմ, մասնատվում է, կործանվում է եւ այլն, բայց այսօր մենք տեսնում ենք, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինչպիսի պայմանագրեր է կնքում ծոցի երկրների հետ եւ եվրոպական երկրները, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգներից են ուղարկում այնտեղ, որպեսզի փորձառություն ձեռք բերեն ուկրաինացիներից։ Այս խոսում է նրա մասին, որ Հայաստանը պետք է ճիշտ դիրքավորվի եւ հասկանա չարու եւ բարու արանքում չես կարող տեղավորվել, դու պետք է բարու կողմնակիցը լինես։ Եվ Հայաստանը պետք է լինի բարու եւ քաղաքակրթության կողքը։ Իսկ մենք ի վերջո պետք է հասկանանք որտեղ է մեր դիրքը։ Օրինակ իշխանությունը շատ է խոսում բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության մասին, խնդիր չկա, բայց մեր հասցեն պետք է լինի Եվրոպական միությունը։ Առանց Եվրոպական միության մենք չենք կարող բալանսավորել եւ բալանսավորված պահել, որտեղ մեր հասցեն պետք է լինի Եվրոպական միությունը եւ Վրաստանի հետ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք միասնական օրակարգով հանդես գանք եւ միասնական նաեւ միասին գնանք այդ ճանապարհով։ Շատ կարևոր, բայց տարբեր իրարից հարցերին ուրեմն անդրադարձար եւ արի փոխեցին մեկնաբանեմ եւ հետո շարունակենք, բայց մի քանի տարբեր ուղղություններով է ստացվում։ Առաջինը խոսքին, որ սկսենք սկզբից, հա, քաղաքական օրակարգով։ Դե ակնհայտ է այդ մասնակցությունը Ռուսաստանի ներքաղաքական դաշտում եւ բևեռացումը ակնհայտ է, բայց այստեղ պետք է ասել եւ ես դա հանրային շատ անգամ ասել եմ, հանուն հանրապետության կուսակցության եւ ձեր բոլորիով այդ կուսակցության մասը եւ մասնակցում ընտրությունների մոտեցումը շատ առողջ է, գուցե ամենաառողջը այս պայդրությամբ ներքաղաքական դաշտում, որովհետեւ ամբիցիան, որ ընդդիմափոխություն կազմակերպվի, իմ դուրը նրանով է գալի, որ առաջերտին դա իրական պետական նպատակ է, երկրորդը դա իրատեսական է։ Քաղաքական ուժեր, որոնք իրատեսական չեն գնահատում իրավիճակը քաղաքական, ու իրանք ոնց կարող են պետություն կառավարել, եթե իրանք չեն կարող կառավարել իրենց կուսակցությունը, չեն կարող կառավարել իրենց քաղաքական տեսլականները։ Ուստի երբ կան քաղաքական ուժեր, որոնք իրանք միանգամից հաղթած են ընկալում, ընդ որում մենք տեսնում ենք, որ գուցե իրանք անցնելը նույնիսկ ազգային ժողով հարցի տակ է, դա ոքի լուրջ չի երևում կողքից առնվազն։ Ես էլ մի քիչ կողքից լինելով Թբիլիսից փորձում եմ ինչքան կարելի ավելի օբյեկտիվ նայեմ, տեսնեմ այդ իրավիճակը։ Ուստի այդ առումով ուրեմն հանուն հանրապետություն կուսակցությունը շատ հետևողական քաղաքականություն վարեց։ Բացի դրանից այն էլ պետք է ասել, որ գուցե միակ կամ միակներից այդ քչերից մեկն է
հանուն հանրապետության կուսակցությունը, այսինքն ձեր կուսակցությունը, որը հետևողական է իր քաղաքականության մեջ եւ ընդ որում հստակ ունի դիրքորոշում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի կարևորագույն փաստաթղթի մասին։ Ես դա գնահատում եմ նաեւ այնպես, որ իմ համար կարևոր է, գիտեք, ես ներքաղաքականից փորձում եմ ավելի պետական համատեքստում դիտել, այն էլ Վրաստանից լինելով, ոնց որ իմ համար այդ է կարևոր, ինչպես նաեւ Վրաստանում, հա, ավելի շատ։ Մի փոքր ավելի պակաս եմ ձեզանից շատերից մասնակցում այդ ներքաղաքական գործընթացներում, բայց այդտեղ հարցը իմ համար միշտ առաջանում, ոնց կարող է այդպիսի կարևորագույն փաստաթուղթը լինի միայն մեկ կուսակցության օրական։ Հա, դա չի կարող այդպես լինի, որովհետև դա վնասակար է պետության համար։ Այսինքն կարող է քաղաքացիական պայմանագրին դա նույնիսկ ձեռ տա, որովհետև կարան ասել, որ սա մենք ենք արել եւ միայն մենք ենք առաջարկում, բայց պետության համար դա վնասակար է, որովհետև այդպիսի պետական ծրագիրը չի կարող մեկ կուսակցության հետ կապված լինի։ Բա վաղը այդ մեկ կուսակցությունը որ չընտրվի, ինչ է նշանակում, մենք հրաժարվում ենք խոսքին։ Վաղը նկատի չունեմ այս ընտրությունները, խոսքին ապագա ընտրություններում փոխվում է իշխանությունը Հայաստանում։ Ուստի ինչ է նշանակում, որ մենք շեղվում ենք օգոստոսի 8-ի փաստաթղթից, հակառակը այդ փաստաթուղթը դարձնելը պետական ազգային ծրագիր, այլ ոչ թե կուսակցական ծրագիր, հսկայական գործ է, որում ես տեսնում եմ ձեր մեծ ներդրումը, բայց այդտեղ հարց է առաջանում նաև արի դեռ այս ուղղությամբ խոսենք, այնինչ ասացիր, որ փորձել եք ավելի լայն միավորում կազմակերպել եւ չի ստացվել։ Անկեղծ ասեմ, ես տարբեր հարթակներում քննարկում եմ այս հարցը, այդ թվում իմ YouTube-յան հարթակում էլ ուղիղ եթերներ են կազմակերպում եւ այլն մարդկանց հետ շփման հնարավորություն է տրվում, նաեւ Հայկ Սուքիասյանի հետ էինք օրերս այսպես երկխոսություն կազմակերպում եւ այնտեղից էլ տեսնում եմ, որ մեկնաբանություններում դա հնչում է։ Մեղադրանք կարելի ասել ոչ թե կոնկրետ ինչ որ մեկին, այլ ընդհանուր այդ ժողովրդավարական ուժերին, որ չկարողացան միավորվել եւ երրորդ միավորումը դառնա, որովհետեւ մի միավորում ունենք քաղաքացիական պայմանագիրն է, որը իշխանությունում է եւ դա իրան հզորեցնում է։ Երկրորդը հասկանալի է, դա երագլուխ այդ ռուսական գործակալական ցանցն է, եւ երրորդը պետք է լինեն ժողովրդավարական այդ ուժերը իրական ընդդիմությունը։ Այստեղ հանրությանը ինձ էլ այդ թվում իհարկե, բայց ես մի փոքր ավելի լավ տեղյակ եմ, բայց հանրությանը հետաքրքրում է նաև համոզված եմ, որ ինչու տեղի չունեցավ սա, այստեղ իհարկե ես գիտեմ, որ կարելի է քննարկել ավելի մանրամասն անձեր նշելով եւ այլն, գուցե դա անհրաժեշտ չէ, այսինքն այստեղ անձերի մասին չի վերջո, այլ ընդհանուր, ինչպես է կարծում, ինչու դա չստացվավ, այդ արդյոք այստեղ Հայկ Սուքիասյանի հետ քննարկում լսվեց եսասիրության մեր ընդհանուր հայկական խնդիրը։ Այդ խնդիրն է, թե կա ուրիշ խնդիր, նաև մենք քննարկում ենք, որ կան արևմտամետ այդ դաշտում ընդդիմադիր զարմանալի ուժեր, որոնք լրիվ ուրիշ օրակարգ են ծավալում եւ դրա վառ օրինակներից մեկը այն է, որ հիմա The Washington Times-ում, որը Washington Post-ի եւ New York Times-ի հետ կապ չունի, ինչ որ հոդված են հրապարակել, որը տարածում է կոնկրետ ազգային ժողովրդական բևեռը, նաև ՀԱԿ-ը տարածեց Լևոն Տեր-Պետրոսյանի, նաև Միկա Բադալյանը տարածեց եւ խնդիրը նրանում է, որ վերնագիրը Հայաստանում արդեն կեղծվել են ընտրությունները, այսինքն էլի կուսակցական առումով չեմ քննարկում, սա մեր պետականության համար լրջագույն հարված է, որովհետեւ ամբողջ աջակցությունը եվրոպական, ամերիկյան եւ այլն, խոսքին հերո չգնամ կոնկրետ ասեմ, Nvidia-ի օրակարգը Վրաստանում ինչի տեղի չի ունենում։ Վրաստական պետությունը շատ ավելի երկար տասնամյակներ է Ամերիկայի հետ մոտ հարաբերություններ ունի, քան Հայաստանը, որովհետև այսօր այդ վստահությունը չկա այդ ժողովրդավարական գործընթացներին։ Հիմա այդպիսի հոդվածով որ հարցի տակ ես դնում հայկական ընտրությունները ինչպես հիմքը ժողովրդավարության, հայկական ժողովրդավարությունը դեռ թույլ է, բայց ընտրությունները դրա հիմքն են։ Ինչ մեծ հարված ես հասցնում։ Այսինքն ինչպես եք դուք գնահատում այդ մի կողմից մնացած ուժերի չհամախմբվելը եւ երկրորդ կողմից այդ այսպես ասեմ դեստրուկցիոն ինչ որ ուժերի գործունեությունը այդ արևմտամետ դաշտում։ Շատ լավ, մոտ 4 հարց առանձնացրեցի, բայց գամ հենց այդ վերջին այդ միավորմանը դեռ 21 թվականին երբ արտահերթ ընտրություններին մենք մասնակցում էինք, այն ժամանակ էլ մենք փորձեցինք հնարավորինս մեծ կոնսոլիդացիա կազմել, տեղի ունեցան քաղաքական կոնսուլտացիաներ տարատեսակ կուսակցությունների հետ, բայց մենք կարողացանք հաշտվել, այսպես ասած, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության, իդեմս Լևոն Շիրինյանի, այն ժամանակ Հայկ Սուքիասյանի հետ, եւ մենք ճանապարհ անցանք, շատ հետաքրքիր ճանապարհ էր,
Մեր համար դա հետաքրքիր էր այն առումով, որ մենք երիտասարդ կուսակցություն էինք, նորաստեղծ կուսակցություն էինք, մոտ կես տարվա կուսակցություն էինք եւ մեր առաջին փորձն էինք անում ընտրական գործընթացներում։ Այն ժամանակ էլ մենք մեր մեր քննարկումների ժամանակ բախվում էինք այն իրականության հետ, որ որոշ կուսակցություններ շատ մեծ ամբիցիաներ ունեին կամ կուսակցական էգոիզմ է մեզ դա անվանում, նաև անձնական ամբիցիաներ կային, ընդ որում այդ նույն խնդիրը կա նաև այսօր, երբ մեր քննարկումներ ունեինք, որոշ կուսակցություններ շատ մեծ պատկերացում ունեն իրենց հնարավոր ստանալիքի մասին, որոշները մտածում են, որ 10% ունեն, 15% ունեն, 20% ունեն, այսքան ինչ-որ միտեղ վերևներում են, եւ դժվար իրենց հետ արդեն խորհրդակցել եւ հաղորդակցվել, որովհետեւ տարբեր հարթություններում են գտնվում իրականության շերտում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց իրականում մենք կարողացանք կոնսոլիդացիա կազմել մեր ուժերին համապատասխան, որովհետեւ մենք կուսակցական ցուցակով չեն գնում այնքան, այլ կուսակցական ընդարձակ ցուցակով, որովհետեւ մեր ցուցակում նաեւ մոտ 30%-ը ներգրաված են մարդիկ, որոնք կապ չունեն կուսակցության հետ, որը նաեւ թույլատրվում է օրենքով եւ դրանք հանրահայտ գործիչներ են, քաղաքական, հասարակական մասնագետներ են նաեւ եւ դրանով մենք նաեւ փորձեցինք պատասխանել քաղաքացիների այդ պահանջին, որովհետեւ իրականում Գյորգի այո շատ էին պահանջում մեզնից այդ միավորումը, միացեք եւ մենք փորձեցինք միանալ։ Ես ամենայն հարգանքով մնացած բոլորի հանդեպ ու մեջ կարողացանք մենք այդ դաշինքը կազմել, բայց ես կարող եմ մեր կուսակցության անունից ասել, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր ձևաչափերով միայն թե տեղի ունենա ավելի լայն կոնսոլիդացիա արդեն կուսակցությունների հետ, նույնիսկ եթե ոչ դաշինքով, կուսակցության անվան տակ, բայց արդեն ավելի ընդարձակ ցուցակով, որպեսզի այդ ներգրավումը տեղի ունենալ, եւ կարող եմ վստահաբար ասել, որ դա մեր մեղավորությունը չէ, որ տեղի չունեցավ այդպիսի ավելի լայն կոնսոլիդացիա, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ դա հայտարարել։ Այնուամենայնիվ, մենք նորից պետք է ասեմ, կարողացանք ստեղծել այդպիսի ընդարձակ ցուցակ։ Այո, կան նաև կեղծ, այսպես ասած, արմատամետ կուսակցություններ, իդեպ քննարկումներ եմ ունեցել մոլդովացի գործընկերների հետ, եւ պարզվեց, որ իրենց խորհրդարանում օրինակ կան կուսակցություններ, որոնք ի հայտ են եկել որպես արևմտամետ, բայց իրականում թաքցրած ռուսամետ դիրքորոշում ունեն եւ փորձում են այդպես իրենց դրսևորել որպես արևմտյան սոսի տակ ներկայանալ որպես ոչ ռուսական կուսակցություններ, բայց իրականում իրենք ռուսամետ կուսակցություններ են։ Դա մենք նաեւ տեսնում ենք այս օրերին Հայաստանում, երբ Իսրայելից, Հունաստանից, Կիպրոսից տարբեր մասնագետներ են բերում, գնում հասնում են Միացյալ Նահանգներ, հարցազրույցներ են տալիս ամերիկյան լրագրողներին, մեծ գումարներ են վճարում, որպեսզի ցուցադրվեն որպես այդպես մի ընդարձակ աշխարհայաց ունեցող կուսակցություններ, հետո թեթև ձեռքով Վլադիմիր Պուտինի այդ բոլոր ջանքերը հոդս են ցնդում եւ իրենք դառնում են ոչ թե ռուսամետ, այլ ռուսական կուսակցություն։ Դա էլ է շատ կարևոր, դա ռուսամետություն չէ, դա ռուսական կուսակցություն է։ Դա ռուսամետ կարող է դիրքորոշում լինել, աշխարհայաց լինել։ Սա կոնկրետ ռուսական կուսակցություն է, Յան ազգանվան։ Այսինքն ես հաճախ ասում եմ կուսակցությունների նույնիսկ փոխարեն գործակալական ցանց, որովհետև նույնիսկ ինչքանով կուսակցություն են, դա բարդ է ասել, որովհետև բացահայտ հենց այդ գործակալական ցանցի տրամաբանությունը ակնհայտորեն երևում է։ Շարունակենք։ Օգոստոսի 8-ը իրականում այն ֆիլտրն է, որի շուրջ մենք փորձում էինք համախմբվել, որովհետև ես չեմ պատկերացնում, որ կարելի է լինել պրոարևմտյան, առավել եւս պրոամերիկյան եւ դեմ լինել օգոստոսի 8-ին։ Կամ այսպես ասեմ, բայց հնարավոր է հայկական դաշտում հենց դա է տեղի ունենում։ Ես սարսափելի է եւ մենք գործընկերներ կորցրեցինք դրա հիման վրա, շատ ցավով եմ դա ասում, որովհետեւ ճանապարհ ունենք անցած։ Մյուս կողմից ես չեմ պատկերացնում ընդհանրապես ինչպես կարելի է դեմ լինել նոյեմբերի 9-ին,
ավելի շուտ նոյեմբերի 9-րդ կետի իրագործմանը եւ միևնույն ժամանակ չհամաձայնել օգոստոսի 8-ին, որովհետեւ օգոստոսի 8-ը եկավ թաղելու նոյեմբերի 9-րդ կետը, 100%։ որովհետեւ այդ նոյեմբերի 9-րդ կետով ամեն անգամ մեզ սղոսում էին եւ ասում էին պետք է անես, պետք է անես, պետք է անես։ Եվ ցավալին այն է, որ այդ ժամանակ դեռ Ադրբեջանը նույնպես պահանջում էր Ռուսաստանի հետ միասին, որ չէ, նոյեմբերի 9-րդ կետը պետք է տեղ ունենա։ Իսկ նոյեմբերի 9-րդ կետը ինչի մասին էր։ Սյունիքի կամ ավելի շուտ Մեղրի լաչինացման մասին էր։ Այո, Եվ եթե մենք մեր աչքով տեսնենք Լաչինի Միջանցք, Լաչինի Միջանցքից հետո ոնց կարող ենք մենք համաձայն լինել նորից ռուսական ներկայության, որ Մեղրի ու Միջանցք լինի, որ հետո նորից ինչ-ինչ էկոակտիվիստների հայտ գան, փակեն այդ Միջանցքը եւ այլն եւ այլն, եւ մենք կորցնենք թարապես Իրանին մեր սահմանը, Սյունիքը կորցնենք մի խոսքով։ այո, Ֆիլտր է նաեւ եվրոպական ինտեգրումը, ֆիլտր է նաեւ ժողովրդավարությունը, ֆիլտր է նաեւ մարդու իրավունքները, արդարադատությունը, ընդհանրապես իրավապահ համակարգի այդ վեթինգը, բարեփոխումը եւ այդ բոլոր սկզբունքների շուրջ մենք ունենք օրինակ միասնական տեսակետ այն բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչների, ովքեր միացան մեր ցուցակին, մեր նախընտրական ցուցակին եւ մեր համար դա շատ կարեւոր է, որովհետեւ հետագայում երբ ասված առաջ մենք հայտնվենք ազգային ժողովում, մենք պետք է նույն տեսակետն ունենանք, բայց դա չի նշանակում օրինակ դա էլ մի բան է, նաև մենք գործընկերներ ենք կորցրել, որ ովքեր ում համար կամ ովքեր չկարողացան մարսել, որ իշխանությունները կարող էին օրինակ բերել օգոստոսի 8-ը եւ դարձնել իրականություն։ Եվ այդ հակաիշխանական իրանց այդ մոլուցքը բերում է մի կարգավիճակի, երբ արդեն իրենք դառնում են անիրատեսական քաղաքականության մեջ, որովհետև իրենք չեն կարողանում տարանջատել, որ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի մասին է, ու հեչ կարևոր չէ դու սիրում ես, թե չես սիրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, եւ պետք էլ չէ սիրել կամ չսիրել, դու պետք է սիրես Հայաստանի Հանրապետությունը, ունենաս սեփական տեսլականը Հայաստանի զարգացման մասին եւ տեսնես իշխանության որ քայլն է համահունչ քո տեսլականի հետ, որը ոչ։ Եվ կարևոր չէ նորից եմ ասում ով է։ Երբ Սերժ Սարգսյանը քննարկումների մեջ էր Թուրքիայի հետ Ցյուրիխյան պրոտոկոլների շուրջ, դա ի նպաստ է Հայաստանի Հանրապետությանը եւ միգուցե եթե դա հաջողությամբ պսակվեր, մենք չունենայինք օրինակ 16 թվականի քարոզիա պատերազմը, 44-րդ պատերազմը, որտեղ դժվար է պատկերացնել թե ինչ փոփոխություններ տեղ ունենան, եթե օրինակ Սերժ Սարգսյանը ոտ եթե նա հաջողության հասներ, բայց հաշվի առնելով, որ այնտեղ կար Լավրով, այդ բանակցություններում դժվար չէ պատկերացնել, որ ի վերջո դա կվիժեցվեր։ Մյուս կողմից մենք գիտենք նաև Թուրքիայում այնտեղ կար Աբդուլլա Գյուլ եւ Էրդողան այդ մրցակցությունը, մի խոսքով դա մի այլ թեմա է, բայց ուզում ասեմ կարևոր չէ թե ով է, կամ օրինակ Սեպան։ Կարևոր է Հայաստանի համար, իհարկե կարևոր է, բայց դա Սերժ Սարգսյանն է կնքել։ Բայց իհարկե լավ կլներ Սերժ Սարգսյանը կնքեր 2013 թվականի DCFT-ը, բայց ասածս ինչ է, կարևոր է, թե դա ի նպաստ է Հայաստանի Հանրապետության, թե ոչ։ Եթե ի նպաստ է, կարևոր չէ, թե դա ով է կնքում։ Կարևոր է, որ դա ի նպաստ լինի եւ այո, շատ ճիշտ եք ասում Գեորգի, որ սա մեկ կուսակցության անելիքը չպետք է լինի։ Օգոստոսի 8-ը հնարավորություն է տալիս Հայաստանին եւ տվել օբյեկտից վերածվելու սուբյեկտի։ Եվ մենք տեսնում ենք արդեն դրա պատուղները։ Այն ռազմավարական կարևոր համաձայնագրերը, որ մենք կնքում ենք հիմնականում արևմտյան երկրների հետ, դա նաև դրա հետևանքն են։ Կամ դրանց ի սկզբանե կնքումը բերում է նաև հետևանք օգոստոսի 8-ի իրականացմանը։ Այսինքն մենք ռազմավարական հաղորդակցություն, ռազմավարական պայմանագրեր ենք կնքում հիմնականում այն երկրների հետ, ում հետ մենք ունենք կամ կենսական շահեր, եթե օրինակ մենք խոսքը գնում է հարևանների հետ, որովհետև մենք կարող ենք տարատեսակ պատկերացումներ ունենալ Վրաստանում կամ Իրանում տեղ ունեցող քաղաքական իրադարձությունների շուրջ կամ իշխանության վերաբերյալ, բայց որպես Հայաստանի Հանրապետության պետական այրեր, մենք պետք է համագործակցենք բոլորի հետ, որովհետև դա անտրամաբանական կլինի, եթե ասենք, որ մեր սրտով են կամ մեր սրտով չեն։
Նույնը վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիային։ Իհարկե շատ կլիներ, որ մեր սրտի իշխանություններն այնտեղ լինեին, որ այնտեղ լինեն ժողովրդավարական իշխանություն։ Նույնը վերաբերվում է նաեւ մնացած հարևաններին։ Բայց ունենք այն ինչ ունենք եւ մենք պետք է փորձենք հնարավորինս կառավարելի եւ գործնական մակարդակներում պայել մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Իրանի ներողություն Ադրբեջանի հետ։ Եվ հնարավորինս լավ հարաբերություններ ունենանք Վրաստանի եւ Իրանի հետ, որովհետեւ իրենք մեր բնական դաշնակիցներն են, որտեղ ուրիշ հարևան ում հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ չունենք։ Եվ հետևաբար իսկ մնացած պարագայում, երբ մենք օրինակ ստորագրեցինք Նիդերլանդերի հետ, Գերմանիայի հետ, չմոռանամ մնացած երկրների Լյուքսեմբուրգի հետ, Միացյալ Նահանգների հետ, գիտեք, Ֆրանսիայի հետ ենք այս ստորագրում ներողություն, Եվրոպական միության եւ Եվրոպական միության հետ, Միացյալ Թագավորության հետ մենք նպատակ ունենք բարձրացնելու մեր մակարդակը ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական համագործակցություն Հնդկաստանի հետ հնարավոր է որ կնքենք, այսինքն այս երկրների հետ համագործակցությունը բերում է շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցիկ մակարդակի բարելավմանը։ Այդ է շատ կարևոր է ֆիքսել ինչի համար է այդ համագործակցությունը, ինչ է դա մեզ տալիս։ Իսկ մեզ պետք է որպեսզի Հայաստանը դիտարկվի որպես եվրոպական երկիր, ինչու՞, որովհետև եվրոպականը դա բրենդ է։ Երբ մենք գնում ենք խանութ եւ տեսնում ենք, օրինակ վաճառվում է ռուսական կարակ եւ գերմանական կարակ, միաժամանակ դու սկսում ես հասկանալ, որ գերմանականում որակ կա։ Եվ միգուցե գնային տարբերություններ լինի, դու փորձում ես գնել գերմանականը, որովհետև դու հասկանում ես դա առողջություն է նախ քո համար, քո ընտանիքի համար։ Այս պետք է որպեսզի մենք գնանք խանութ եւ տեսնենք Made in Armenia լոգո եւ հասկանանք, որ այնտեղ բրենդ կա, որ սա եվրոպական ստանդարտներով պատրաստված, եվրոպական չափանիշներին համապատասխանող կարակ է, արտադրանք է։ Հետաքրքիր բան ես ասում, բայց այդտեղ հարց է առաջանում։ Վլադիմիր Պուտինը մեզ փաստորեն ասաց, որ եթե հայկական չափանիշները համապատասխանի եվրոպական չափանիշներին, դա կնշանակի, որ չի համապատասխանում ռուսական չափանիշներին։ Այսինքն, այդտեղ մի քիչ աբսուրդ է ստացվում։ Ստացվում է եվրոպական չափանիշները այդքան ցածր են ռուսական չափանիշներին, որ երբ համապատասխանենք եվրոպականին, ռուսականին չենք կարող համապատասխանել։ Այո, իրականում մի հետաքրքիր բան կա, իրականում ԵԱՏՄ ստանդարտները ոչ բոլորը, բայց շատերը copy-paste են արված այն եվրոպական միության ստանդարտներից։ Խնդիրը ո՞րն է։ Հետևող չկա այդ ստանդարտներին։ Շատ կարևոր չէ ստանդարտները որոնք են։ Մարդիկ կաշառք են տալիս, անցկացնում են իրենց բեռը, եւ բայց խնդիրը ո՞րն է, որ ցանկացած ժամանակ Ռուսաստանը Ռոսսոլ ոնց է կոչվում այդ Սելխնաձորը, հա, մեկ էլ կարող է ցուպիկ գտնի, մեկ էլ ասի անհամապատասխանություն կա եւ դա արդեն որպես լծակ է օգտագործում մեր դեմ։ Հենա ջերմուկի դեպքում գտան 2 տարի առաջ մարդ է մտածել, իբրև ջերմուկ է խմել, հիմա գտան եւ իմ համար նաեւ Վրաստանի պատմությունը լավ հիշելով 2006-ին Վրաստանի դեմ երբ ինքնիշխան քաղաքականություն սկսեց վարել, նույն Բորջոմին էին արգելել, գինին էին արգելել, գինին, այո, նույն արել էին մոլդովացիների դեմ, բայց ընդ որում եւ դրանք դա անում էին, իրենք խթանում էին նաեւ։ Օրինակ դա խթանեց Վրաստանի գինեգործությանը, նոր շունչ ստացավ, ստանդարտները բարձրացան, հիմա վրացական գինին շատ իրան ավելի լավ է զգում նույն ռուսական շուկայում, քան օրինակ հայկական կոնյակը։ Այո, բայց վերադարձել է իմ ռուսական շուկա եւ կախվածությունը Ռուսաստանից Վրաստանի վերջ տարիների ընթացքում հսկայական աճել է, այսինքն այնինչ այն ժամանակ ապակենտրոնացավ եւ գնաց դեպի եվրոպական, ամերիկյան շուկաներ այդ գինին եւ այլն վրացական, հիմա նորից վերադարձել է ռուսական շուկայի վրա եւ կախվածությունը հսկայական։ Բայց շարունակում է վաճառվել եվրոպականում, որքան որ էստեղ է։ Այո, շարունակվում է։ Բայց ծավալների մասին է խոսքը։ Ծավալների մասին է խոսքը։ Ասել մեկը որակը ինչ որ առումով նվազեց, որ ռուսական շուկային հեշտ կարելի է մրցակցել։ Այսինքն քանակի վրա է ակցենտը։ Այն վաղ ավելի որակի եւ քիչ քանակի մասն էր, հիմա ավելի պակաս որակի, ավելի շատ քանակի մասին է խոսքը դեպի ռուսական շուկա։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանը պատրաստվում է նաեւ մեզ ուրեմն ուժեղ Ռուսաստան կուսակցության ներկայացուցիչները ասում են, որ տնտեսական պատերազմ է սպասում Հայաստանին Ռուսաստանի հետ։ Այսինքն այստեղ հնչում է այսպիսի հարց. ներքաղաքական նաև դա էլ է կարևոր։ Ներքաղաքական դաշտում արդյոք մենք կարողանալու ենք ստանալ այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը միայնակ չմնա այս բոլոր խնդիրների առջև
որովհետև ամեն ինչ մեղադրվելու է հետո մեկ կուսակցությանը, եւ մենք տեսնում ենք, ինչպես է հիբրիդային ռոպագանդան այստեղ լուրջ լայնածավալ աշխատում, բոլոր խայլերը, որոնք արվում են, զուգահեռ դրա երեք նաև օրինակ էր Արամ Գաբրիելյանովը, ասում է ռուսական ծառայությունները ինձ տեղյակ են պահել, որ Շահին Մուստաֆայևի այցի ժամանակ 300,000 ադրբեջանցու գալու հարցն են քննարկում։ Այսինքն կառավարության նիստից միանգամից գնաց Ռուսաստանի հատուկ ծառայություններ, միանգամից Արամ Գաբրիելյանովին ասացին, այդքան կարևոր անձ է։ Իհարկե միանգամից Սամվել Կարապետյանը սկսեց խոսել դրանից։ Միանգամից։ Այսինքն ամեն ինչ հասկանալի է, որովհետև էմոցիաների վրա են փորձում մարդկանց աշխատել, այնինչ մարդկանց մեջ կստեղծի այդ տպավորությունը։ Հիմա հիբրիդային ծավալը, որը ես տեսնում եմ, աննախադեպ է, իրականում շատ մեծ է։ Վրաստանում էլ է եղել, բայց այս ծավալի չէ։ Այստեղ մի փոքր ուրիշ է, նույն այդ Մոշե Կլուֆտավտը, որին հիմա ուժեղ Ռուսաստան կուսակցությունը այդ Սամվել Կարապետյանի վարձել է, ինքը այստեղ Իվանիշվիլու եւ վրացական երազանքին էր վարձված եւ ամբողջ քաղաքը այդ բաներներում էր, որ ընդդիմությունը արյունի եւ ինչ որ պատերազմի կուսակցությունը եւ այլն, այսինքն ամբողջ քաղաքը դրանում էր եւ դա ազդեց։ Բայց Հայաստանում ավելի շատ fake news-երը ավելի շատ մեծ ծավալով է օգտագործվում հիմա եւ այլն։ Այսինքն այստեղ հարցը հնչում առաջի հերթին ինչպես է գնահատում գործող իշխանության քայլերը, այդ թվում կարևոր է երևի հանրային, որ հնչա արդյոք գործող իշխանությունից այդ երրորդ առողջ ընդդիմության ձևավորման առումով ինչ որ աջակցություն, թե ինչ որ խանգարելու օրակարգ եք տեսնում, թե առասարակ չեզոքություն։ Դա էլ է, այսինքն զուտ տպավորության մակարդակով, այսինքն դուք ձեզ ինչպես ընդդիմադիր ուժ ինչպես եք զգում, որտեղ Վրաստանում ասեմ կոնկրետ, բոլոր առողջ նույնիսկ ընդդիմադիր ուժերը հսկայական ճնշման տակ են իշխանությունների կողմից, որ չձևավորվի այդպիսի բան։ Մի կողմից դա, երկրորդ կողմից նաև հիբրիդային պատերազմի այդ գործընթացները, այսինքն ինչպես է գնահատում հայ հանրությունը ինչքանով կարողանում է ուրեմն ստապ գնահատել իրականությունը, որտեղ բարդ է, անկեղծ ասած շատ մեծ հոսք է։ Եվ իհարկե նաև իմ համար ակնհայտ է, որ շատ նման է Վրաստանում տիրող իրավիճակը եւ Սամվել Կարապետյանի առաջարկները եւ օրակարգը, արդյոք հայկական հանրությունը կարողանում է ճիշտ գնահատել, որ Ռուսաստանից եկած օլիգարխը այդքան էլ վստահելի չէ, ինչպես քաղաքական դերակատար։ Իդեպ հենց Սամվել Կարապետյանը շատ ժամանակ, Սամվել Կարապետյանի ուժը ավելի շատ ժամանակ օրինակներ է բերում հենց Իվանիշվիլի կառավարությունը, ասելով, որ այս շատ լավ մոդել է, սա այն մոդելն է, որ իրենք նախընտրում են։ Ես հիշում եմ Նարեկ Կարապետյանն էր օրինակ մեջբերում, դա Պետրոս Ղազարյանի տված հարցազրույցի ժամանակ, այսինքն իրենց պատկերացրած սրտի իշխանությունը հենց այդ իշխանությունն է։ Մյուս կողմից մենք ունենք Գագիկ Ծառուկյանը, ում հետ կարելի է պատկերացնել, որ իր սրտի իշխանությունն էլ արդեն Բելարուսն է, Քոչարյանի մասին խոսել անիմաստ է։ Այստեղ է, որ մենք երևի ամենաշատն ենք քննադատել իշխանությանը, որովհետև 18 թվականից ի վեր մենք քանիցս բարձրաձայնել ենք, որ իշխանությունը պետք է իրավաքաղաքական գնահատական տա նախորդ տարիների իշխանության բռնի զավթմանը, ուզուրպացիային, որովհետև 18 թվականին երբ տեղի ունեցավ հեղափոխություն, տեղի ունեցավ, որովհետև արդարության եւ արդարադատության այդ քաղցը կար։ Եվ երբ իշխանությունը եկավ, քաղաքացիական պայմանագիրը եկավ իշխանության, նրանք հայտարարեցին, որ նախորդիվ իշխանությունը եղել է ուզուրպացված։ Եվ մենք ասացինք, մեզ պետք է սերտիֆիկատ հեղափոխության։ Իսկ դա կլինի այդ իրավաքաղաքական գնահատականը, որը ոչ թե կնշանակի, որ պետք է գնդակահարել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ մնացածներին, այլ ոչ։ Իրենք պարզապես քաղաքական կյանքից պետք է առնվազն դուրս չպրտվեն եւ չթույլատրվեն մասնակցեն process-ների։ Եվ մենք այստեղ է որ խնդիր ունենք, որտեղ ասում ենք, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ու մնացածները ժամանակին բռնի կերպով զավթել են իշխանությանը, որը հենց այդպես է, եւ մենք համաձայն ենք իշխանության հետ, ապա իրենք չպետք է թույլատրվեն, որպեսզի այդ նույն ժողովրդավարական process-երին մասնակցեն եւ ում նպատակը նույն ժողովրդավարությունը տապալելն է։ Այո։ Իրենք չպետք է հավասար պայմաններ ունենան մնացած իրապես ժողովրդավարության համար պայքար մղած ուժերի հետ։ Եվ մենք տեսանք թե Ռումինիայում, թե Մոլդովայում եւ նաեւ այլ երկրներում մենք տեսնում ենք, որ այդ պայքարը կա եւ ես հույս ունեմ, որ օրինակ
գոնե ուժեղ Հայաստան կուսակցության պարագայում այդ բոլոր ընտրակաշարք բաժանելու դեպքերի արդյունքը կլինի այն, որ ի վերջո իրենք չեն թույլատրվի մասնակցեն ընտրությունների։ Օրինակ, այդպես եղավ Մոլդովայում։ Ընտրակաշարքն էր պատճառը, որ մոլդովական այդ հիմնական կուսակցություններից մեկին չթույլատրվեց մասնակցել ընտրությունների։ Եվ դա հակաժողովրդավարական չէ։ Հակառակը հենց դա է ժողովրդավարական, որտեղ ժողովրդավարությունը պետք է պաշտպանի շարքային քաղաքացուն եւ մնացած թարապես քաղաքական դաշտը հակաժողովրդավարական տարրերից։ Եվ հուսանք, որ դա այդպես էլ կլինի։ Իշխանությունը հիմնականում պահպանում է չեզոքություն, չեմ կարող ասել, չեմ տեսել որևէ դեպք, որ իրենք ճնշեն, որպեսզի արմատամ այդ նորմալ կոնսոլիդացիա տեղի ունենա կամ մի շատ լուրջ տենց դե համենայնպես չեն ճնշում, չեզոքություն են պաշտպանում։ Այստեղ նաև մենք խնդիր ունենք իշխանության այն պարագայում, որ օրինակ հիմնականում այն մեծ բանավեճեր, որ տեղի ունենում, հանրային դաշտում, տեղի ունենում իշխանության եւ այդ եռագլուխ հրեշների միջև։ Մենք կարծում ենք, որ այդ հիմնական այդ բանավեճերը պետք է լինեն իշխանության եւ նորմալ ընդդիմության միջև, որպեսզի շարքային քաղաքացիները նաև երբ տեսնի հեռուստատեսությամբ այդ բանավեճը, հասկանա, որ այս սա է ընդդիմությունը, այս սա է իրական բանավեճը։ Այո։ Որովհետև հիմա մեր ոչ շարքային քաղաքացին մտածում է, որ ընդդիմությունը մի-ինչ-որ բոբո է, որ պետք է ամեն ինչում դեմ լինի Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Դա այդպես չի լինում։ Իրենք պետք է լինեն նույն տեսլականը, բայց ռազմավարական տարբեր մոտեցումներ ունենան։ Եվ այստեղ է շատ կարևոր, որպեսզի իշխանությունը նաև բերի այդպիսի բանավեճերի եւ այդ եռագլուխ հրեշները դուրս չպրտվեն այդ քաղաքական դիսկուրսից։ Իշխանությունը շատ է մեր պատկերացմամբ հույսը դնում այ ժողովրդի կամ արտահայտության վրա, այլ թող ժողովուրդը գնա եւ իր քվեով որոշի, թե ով է դուրս շպրտվում, ով ոչ։ Իհարկե, բայց շարքային քաղաքացին չի կարող այդքան մեծ ինֆորմացիա ունենալ եւ տարանջատել, օրինակ ես շատ եմ մասնակցել եւ մասնակցում եւ ինքս նաեւ խոսում եմ այդ հիբրիդային սպառնալիքներից, հարձակումներից, պատերազմներից, ինչպես որոշել որն է ապատեղեկատվությունը, որը ոչ, բայց շարքային քաղաքացին չի կարող հասկանալ որն է Washington Times-ը, որն է Washington Post-ը, որն է Washington News-ը։ Ինքը Washington բառն է տեսնում եւ իր մոտ ֆիքսում է Washington բառը եւ ավտոմատ իր մոտ պատկերացում կա, որ սա հենց դա է ինչ որ կա, հավաստի տեղեկություն է։ Այո։ Եվ հետևաբար նա կարող է այդ Washington-ի գրած տեքստը իմանալով գնա ընտրությունների եւ սխալ որոշում կայացնի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականությանը։ Դրա համար ես կարծում եմ, որ իշխանությունը շատ կարևոր է այստեղ, որ գործուն միջամտությամբ եւ ես շատ ուրախ եմ, որ իշխանությունը դիմել է Եվրոպական միությանը օժանդակելու հիբրիդային սպառնալիքների դիմագրավմանը եւ ուրախ եմ, որ Եվրոպական միությունը որոշել է իր երկրորդ արդեն առաքելությունն ուղարկել եւ մենք ողջունել ենք դա եւ պատրաստ ենք նաեւ մեր ուժերով թե որպես կուսակցություն, թե որպես արդեն ժողովրդավարության եւ վտանգության հարկական կենտրոնը, որը գլխավորում եմ ես մասնակցել եւ օժանդակել այդ դասընթացների իրագործմանը, որտեղ կարծում ենք դա պետք է մուտքտնջենական լինի, որովհետեւ խորհրդանական ընտրություններից հետո լինելու են տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ աշնանը, հետո լինելու է արդեն Երևան քաղաքի ընտրություններ եւ այդ սպառնալիքները, հարձակումները տեղեկատվական դաշտում միշտ լինելու են մոտակա տարիների ընթացքում, քանի դեռ Պուտինյան Ռուսաստանը չի ջախջախվել եւ չի պարտվել եւ հետեւաբար կարեւոր է որ մենք այդ փորձի փոխանցման գործառույթում համագործակցենք այն երկրների հետ, որոնք անցնել են այդ ամենի միջով եւ այստեղ է շատ կարեւոր նաեւ հայ-մոլդովական հարաբերությունների եւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը եւ փորձի փոխանցումը, որը տեղի ունենում հայ-վրացական սցենարում, հայ-վրացական արդեն ուրիշ համատեքստում, որ ուրիշ համատեքստում այդտեղ արդեն քաղաքասարակությունների միջև պետք է համագործակցություն լինի, հասկանալի պատճառներով։ Այստեղ է նաև շատ կարևոր, տեսեք, իշխանությունը շատ ժամանակ կարող է օրինակ կաշկանդված լինել ինչ որ գործողությունների գնալով։ Օրինակ ես կարող եմ հասկանալ, որ իշխանությունը
կաշկանդված կարող է իրեն զգալ եւ այդ Եվրաքվեի ձևաչափը ինքը բերի եւ քննարկման առարկա դարձնի։ Եվ դա նորմալ եմ հասկանում։ Բայց եթե մենք օրինակ նորմալ ընդդիմություն ունենք ազգային ժողովում, այ ընդդիմությունը կնախաձեռներ Եվրաքվեի այդ նախագիծը, ոչ թե արտախորհրդարանական 3 կուսակցություններն ու քաղաքասարակությունը կբերեին դա առաջին պլան, այլ ընդդիմությունը առաջ կբերեր, հասկանալով որ իշխանությունը միգուցե կաշկանդված է գնալ այդպիսի հակառուսական ընդդրանք այդ քայլին։ Այդտեղ է պետք ընդդիմությունը եւ մենք տեսնում ենք այլ երկրներում, երբ ընդդիմությունն ու իշխանությունը ձեր-ձերքի տված գնում են իրենց երկրների շահերի ուղղությամբ։ Բայց մենք ունենք այն ինչ ունենք, ինչպես մեր կուսակցության փոխնախագահն է ասում Ռուբեն Հարաբյանը, մեր մոտ ընդդիմությունը երկգլխանի, այսօրվա ընդդիմությունը երկգլխանի հայերեն խոսող Պուտինն է։ Հենց այդպես էլ կա։ Հիմա այս համատեքստում հարց է այսպեսի հնչում, արեք օբյեկտիվորեն փորձենք գնահատել, այն որ կարծում եմ ես, ինչպես նաև կարծում եմ չէ, ես համոզված եմ եւ նաև համոզված եմ իմ ալիքի անդամները բոլորը ցանկություն ունեն, որ Հայաստանում լինի իրական ընդդիմություն եւ գուցե եթե չլինի այդ կուսակցությունների մի մասը առնվազն արգելվի, նկատի ունեմ մարտի 1-ի համար պատասխանատու խոսքին կուսակցությունները բռնապետություն ձևավորելու համար, ինչը ինքնիստ արդեն Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից դուրս է թողնում, բայց զուգահեռ դրա Սամվել Կարապետյանի այսօր էլ երեք գտել էին չէ հակակոռուպցիոն եւ ձերբակալել էին, այսօր էլ են ձերբակալել։ Այսինքն մենք հիմա ապրելու ենք մի իրավիճակում, երբ ամեն օր մարդիկ են ձերբակալելու, վերջը տեղ կուսակցությունում մարդ կմնա մասնակցի ընտրություններում, որովհետեւ ակնհայտ է սա ձեռագիր է, սա մեկ առանձին դեպք չէ, որ խոստանում են ինչ որ մի բան եւ այլն։ Ուստի եթե այդ ուժերը չլինեն քաղաքական դաշտում, ես կարծում եմ բնականորեն դա կաջակցեր ձեր նման առողջ ուժի ազդեցության, ուշադրության ձեր հանդեպ, այդ թվում աջակցության եւ նաեւ հանրային լրատվական դաշտի ուշադրության ավելի շատ ուղղում է ուղղությամբ, այսինքն դա կլիներ շատ օգտակար այդ թվում այդ առողջ ընդդիմություն ձևավորելու համար, բայց ամեն դեպքում մենք իհարկե դա եթե լինի հասկանալի է որ ձեր շանսերը առասարակ քաղաքական կտրուկ աճում են, ինչը ես հուսով եմ որ տեղի կունենա, բայց արեք խոսենք դեռ այսօրվա իրականության մասին։ Այս իրականությունում դուք ինչպես եք գնահատում իրատեսական շանսերը լինել ազգային ժողովում, այսինքն ինչպիսին է տպավորությունը, ես հասկանում եմ, որ սա քաղաքական գործ չի ուղղելով այս հարցը, բարդ հարց է եւ ոչ էլ ակնկալում եմ հստակ պատասխան։ Այսինքն ինչպես է գնահատում իրատեսական հիմքեր հանրության արձագանքից տեսնում եք թե հանրությունը զուտ քննարկում է նախկին ներկա, այսինքն ԿՊ եւ այդ նախկին իշխանության այդ երկխոսությունը եւ ուշադրությունը քիչ է ավելի ձեր հանդեպ, ո՞նց եք տեսնում։ Մեր նպատակն է որպեսզի այդ խոսույթից կարողանանք ինչ-որ մի մասնաբաժին հանել եւ հասկացնել, որ եւ մենք տեսնում ենք այդ արդեն տարբերությունը 21 թվականի եւ 26 թվականի ընտրությունները, որ հասարակությունները նույնպես հասկացել է, որ այդ նախկին ներկա գզվրտոցում պետք է առանձնացնել իրական քաղաքական դիսկուրսը եւ լսել այն ուժերին, որոնք իրապես ուզում են լինել այլընտրանքային իշխանություն, որովհետեւ ընդդիմությունը դա բոբոչ է, ընդդիմությունը դա այլընտրանքային իշխանություն է, ընդդիմությունը դա հնարավոր հաջորդ իշխանությունն է։ Իշխանությունը նույնպես կարող է լինել հաջորդ հնարավոր ընդդիմությունը, եւ դա նորմալ է։ Միացյալ Թագավորությունում տեսնում ենք, թե ինչպես է փոխվում այդ ընդդիմություն իշխանությունը, լեյբորիստները, կոնսերվատիվները, տեսնում ենք Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, Գերմանիան շատ ցայտուն օրինակ է։ Մնացած երկրներում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Լեհաստանում։ Այսինքն մենք ներողություն Հունգարիա, այսինքն այսպիսի ձևավորում նամանավանդ հաշվի առնելով մենք խորհրդարանական երկիր ենք, դա նաև թույլ է տալիս, որպեսզի կուսակցությունները իրենք ձևավորվեն, իրենք արդեն առաջանան եւ կարողանան կազմակերպվել, բայց նորից եմ ասում, շատ կարևոր է այստեղ որպեսզի նպատակը լինի Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Երբ օրինակ այսօր մի նորաստեղծ կուսակցություն սկսում է հայտարարել, որ մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ, որովհետև իրենք մեր բնական դաշնակիցն են, իրենք ինձ համար ջնջվում են որպես կուսակցություն, որովհետև կամ ներողություն դուք հիմար եք ու չեք հասկանում ինչ եք խոսում, կամ դուք պարզապես սուտասան եք, որովհետև դուք հասկանալով թե ինչ եք խոսում, այնուամենայնիվ ստում եք։ Դուք չես կարող այսօր ասել, որ Ռուսաստանը ուզում է քո հետ ինչ-որ մի բան, չգիտեմ, համագործակցել կամ ինչ-որ մի բան համաձայնեցնել։ Ռուսաստանը ուզում է քեզ կուլ տա,
Ռուսաստանը չի ճանաչում քո հայի եւ ոչ միայն հայի, մնացած հետխորհրդային պետությունների պետություն ունենալու իրավունքը։ Ռուսաստանը նայում է քեզ ոչ թե որպես երկիր, նայում է որպես տարածաշրջան, որպես իր ազդեցության գոտի եւ ուզում է քեզ կուր տա։ Եվ այո, շատ ճիշտ եք ասում Գյորգի, որ շատ է ուժ գնացել այդ հիբրիդային հարձակումները, որտեղ իրենք նաեւ սովորում են։ Իրենք օրինակ սովորում են իրենց ձախողումների վրա Մոլդովայում եւ ավելի ուժեղ եւ ավելի գազազած հիմա կենտրոնացել են Հայաստանի վրա, որտեղ իրենք պատկերացում են եւ որտեղ եթե իրենք պարտվեցին Հայաստանում, իսկ պարտությունը նաեւ իրենք համարում են ոչ միայն իշխանություն չձևավորելը, այլ ավելի լայն ընդդիմություն չձևավորելը, որտեղ իրենց նպատակը ընդդիմություն պահել ինչու համար է, որպես ընդդիմություն փորձեն խաթարել արդեն ազգային ժողովում այդ փողոցային պայքարը, օրինակ հանրապետական կուսակցությունն է այդ արել եւ 21 թվականից հետո էլ ձևավորած իշխանությունը ընդդիմությունը փոխանակ պայքարեր ազգային ժողովում, պայքարում էր փողոցներում։ Դա էլ մի ուրիշ տրագիկոմեդիա է, երբ ընդդիմությունը, որը մաս է կազմել ազգային ժողովում, փողոցային պայքար է մղում։ Այ իրենց նպատակը սա է։ Իրենց հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է իր ինքնիշխանության հետևից, իր տնտեսական կարողությունների ամրացման հետևից, եւ որն է կարևոր, որ կարևոր դերակատարները միջազգային իրենք նույնպես տեսնում են Հայաստանի նկարտումները եւ իրենց խաղադուրիքը դնում են Հայաստանի վրա։ Եվ Nvidia-ի օրինակը շատ ցայտուն օրինակ է։ Եվ դա շատ կարևոր օրինակ է, որովհետեւ Nvidia-ին հետևելու են այլ կարևոր կազմակերպությունների ներգրավումը Հայաստանում։ Եվ իրենք հասկանում են, որ դա կբերի նաեւ ի վերջո Վրաստանի իշխանության, Վրաստանի ներսում փոփոխությունների կամ նույնիսկ իշխանության որոշ շրջանակներում դիրքորոշումների փոփոխությունների, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Վրաստանը լուսանցքում է կարծես թե մնում այս process-ների։ Այո։ Եվ օրինակ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ քաղաքական գործիչ չէի ուզենա, որ Վրաստանը մաս չկազմեր այս ամենը։ Ես ուզում եմ, որ Վրաստանը մաս կազմի այս ամենին, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանն ու Վրաստանը մաս կազմեն այս ամենին։ Որովհետեւ մենք ուզում ենք ոչ միայն Թուրքիայով հաղորդակցվեն եվրոպական միության հետ, այլ նաեւ Վրաստանով հաղորդակցվեն մնացած պետությունները, որպեսզի Վրաստանը հաղորդակցվի Հայաստան։ Ինչպես Առաջի հերթին Վրաստանով, արեք անկեղծ լինենք, որ իրական ինտեգրումի գործընթացները հնարավոր են միայն Վրաստանով։ Թուրքիայով գուցե ինչ-որ տնտեսական կապեր լինեն, ինչը դրական է, բայց ինտեգրման գործընթացներ առնվազն այսպիսի Թուրքիայով, որը շատ է հեռացել այդ Եվրոպական միությունից եւ Էրդողանի քաղաքականությունը հաշվի առնենք, միակ եվրոինտեգրման իրատեսական ուղին դա Վրաստանն է մնում։ Որում շատ մենք խոսում ենք բուն անդամակցության մասին։ Օրինակ խոսում ենք ազատ առևտրի մասին, որը հաջորդ քայլն է։ Եվ իհարկե, ապա նույնիսկ առանց Վրաստան Եվրոպական միության անդամ դառնալը կամ հենց այս Թուրքիա, որը նույնպես մաս է կազմում որոշ բացառություններով այնտեղ Եվրոպական միության, իսկ մենք կարող ենք համագործակցել եւ սա այն ամենակարևոր առաջի քայլն է, ես կարծում եմ, որ պետք է լինի հաջորդ քայլը ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում։ Հանրապես ԵԱՏՄ-ից պետք է փորձել դուրս գալ։ Եվ հետաքրքիր է, որ մեզ շատ են վախեցնում, օրինակ ԵԱՏՄ-ից դուրս կգանք, ԵԱՏՄ-ից կհանենք, օրինակ հիշում եմ, եւ մենք սկսել ենք հապկից դուրս նախագիծը 22 թվականի նամանավանդ 22 թվականի սեպտեմբերյան ջերմության դեպքերից հետո մեզ վախեցնում են, ասում են հապկից դուրս գաք, ԵԱՏՄ-ից էլ դες դուրս կհանենք։ Գիտեք ինչ կլինի, սա կլինի, նա կլինի, կփլուզվի անվտանգային համակարգ Հայաստանի շուրջ։ Արդյունքում մենք կարողացանք հասնել նրան, որ մենք սառեցրեցինք մեր անդամակցությունը հապկում եւ սկսեցինք արդեն ռազմատեխնիկական համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ, համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, կարողացանք Միացյալ Նահանգների իրենց խորհրդատուներն են մեր բանակում հիմա տեղակայված, մենք կարողացանք արդեն Հնդկաստանի հետ համագործակցել ռազմատեխնիկական շուրջ։ Այդ դա բերեց միայն անդամակցությունը, անդամակցության սառեցումը հապկում։ Հիմա մեզ վախեցնում են, թե ինչ տեղի կունենա ԵԱՏՄ-ում։ Ինչ պետք է տեղի ունենա ԵԱՏՄ-ից դուրս գալուց։ Միայն մաքսատուրքերի մասին խոսքը գնում։
Դե չէ այնպես չի որ մեզ շատ են օրինակ դա շատ կարևոր ասել օրինակ մեր գործատուներին շատ են վախեցնում եւ շարքային քաղաքացիներին շատ են վախեցնում այլ մեր եթե յատը մեզ դուրս հանենք տեսեք թե ինչպիսի մենք կախվածության մեջ ենք տնտեսական եւ առևտրային առումով Ռուսաստանից մնացած պետություններից տեսեք թե ինչ տեղի կունենա եթե մենք դուրս գանք յատը մեզ այդ ամեն ինչը կկորչի մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ կկորչի Վրաստանի, Ադրբեջանի օրինակները երկուսն էլ ԵԱՏՄ-ում չեն գտնվում, Վրաստանի հարաբերությունները այո, իրենք Վրաստանը եվրոպական ավելի միության հետ ունի տարբեր ազատ առևտուր ունի, DCFTA ունի Եվրոպական միության հետ Վրաստանը եւ փաստացի Ռուսաստանի հետ շատ խորացող առևտրային կապեր, ոչ պակաս քան Հայաստանը այսօր, փաստ է դա ուղղակի։ այո այսինքն սա ես ուզում եմ ասել որ չգիտեմ ջո sense ապոկալիպսիսին բնորոշող ինչ որ բաներ են իրենք ուզում առաջ քաշել, թե ինչ տեղի կունենա Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կարծես թե ԵԱՏՄ-ում, չգիտեմ, 91 թվականից ի վեր կա։ Մինչև 2013 թվականին որ չկար ԵԱՏՄ, կարող է Հայաստանը չուներ տնտեսական հարաբերություններ Qırğızstani, Բելարուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ իհարկե։ Այո։ Եվ բնականաբար որ մենք չենք կարող պատկերացնել տեսանելի ապագայում, որ ինչ որ մի օր կարդանանք, որ Հայաստանը չունենա որևէ տնտեսական եւ առևտրային հարաբերություն Ռուսաստանի հետ։ Դժվար է պատկերացնել, որովհետեւ նույնիսկ Եվրոպական միության անդամ պետությունները ունեն տնտեսական եւ առևտրային հարաբերություններ Ռուսաստանի հետ այս կամ այն ձևաչափով, նույնիսկ այս օրերին։ Մեծ երկիր է, հասկանալի է դա, աշխարհագրություն կա եւ այլն եւ այլն։ Բայց չեն ասում որ այ տնտեսվարող ջան, այլ գործարար ջան, երբ քո արտադրանքի որակը բարձրանում են, ստանդարտները բարձրանում են, քո առջև բացվում է նույն այդ ռուսական ԵԱՏՄ շուկան մնում է արդեն առանց մաքսատու, առանց այդ իրենց մաքսատուրքերի, բայց բացվում է եվրոպական միության շուկան, ավելի վճարունակ շուկան, բացվում են արաբական շուկան, ավելի վճարունակ շուկան, որտեղ պահանջում են նորմալ որակյալ արտադրանք, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Օրինակ մենք չենք կարողանում ալկոհոլ ծոց երկրներ ուղարկել, որտեղ մեր արտադրանքը չի համապատասխանում իրենց չափորոշիչներին։ Լավ որակի չունեն։ Այո, եւ ամփոփելով Արնոլդ ջան, մի հատ այսպեսի հարց ունեմ, ինչպես է գնահատում գնահատանքի մասին ես մոռացա ձեր հարցին պատասխանել։ Պատասխանեք, դե մեր կարողությունները։ Մենք իրապես հավատում ենք, որ մենք կարող ենք գալ հասնել հաջողության։ Եվ այս օրերին, այս շաբաթներին մոտակա 1.5 համարյա ամսվա ընթացքում մենք փորձելու ենք մեկ կեսել չկարդն ավելի քիչ։ Մենք փորձելու ենք հնարավորինս դարձնել մեր ձայնը լսելի եւ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ մենք ձեր տրանսլատորն ենք լինելու ազգային ժողովում, որ այդ քաղաքացիների խնդիրները իրականում եւ գնում ես օրինակ մարզերում, գյուղերում իրենց հետ խոսում ես, շատ ավելի տարբեր են իրենց կարիքները եւ սպասելիքները իշխանությունից եւ ընտրությունից, քան այն ինչ օրինակ շատ ժամանակ քննարկվում է սոցհարթակներում կամ այլուր, օրինակ կարող ես գնալ սահմանամերձ գյուղ եւ մտածել, որ իրենց խնդիրը անվտանգային է, բայց իրենց խնդիրը ընդհանրապես անվտանգության հետ կապ չունի։ Իրենց խնդիրը օրինակ կոյուղաջրերի հետ կարող է կապված լինել կամ ինչ որ կենցաղային հարցերի հետ կապված լինել։ Եվ շատ կարևոր է որպեսզի իրենց ձայնը լսելի լինի խորհրդարանում եւ մենք ուզում ենք այդ տրանսլատորը դառնալ իրենց խնդիրների եւ իրենց ձայների եւ այս օրերի մենք փորձել ենք միշտ դա բարձրաձայնել։ Նույնիսկ մեր ացելությունների ժամանակ մենք կարողացել ենք ինչ-ինչ հարցեր լուծել, հաշվի առնելով նաեւ մեր շատերի հետ ընկերային հարաբերությունները քաղաքացիական պայմանագրի շատ անդամների եւ հիմնականում դերակատարների հետ։ Եվ մենք ուզում ենք օգտագործել այդ կապերը ի նպաստ շարքային քաղաքացու բարօրությանը եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ուրեմն զարգացմանը։ Այո։ Եվ մենք կարծում ենք, որ այո, մենք ունենք այդ շանսը հաղթահարելու անցողիկ շեմը եւ մեր տեղը գտնել ազգային Չքանի անցողիկ շեմը 4%։ 4%, հաշվի առնելով որ դաշինք չեք 4%։ Եվ այսպեսի հարց Արնոլդ ջան, ամփոփելով ուրեմն ինչպես է գնահատում հավանականությունը առհասարակ հետընտրական գործընթացների այսպես մեղմ ասեմ երևի, այսինքն
ակնհայտ երևում է, որ գուցե դրա ցանկություն լինի ինչ որ խնդիրներ ստեղծելու հետընտրական։ Ուստի հարցը սա է եւ վերջում առաջարկում եմ, որ եթե որևէ հարց ունես իմ հանդեպ, որևէ թեմայի, որը քննարկեցին, կարող ես ուղղել եւ փորձեմ պատասխանել։ Շատ հավանական եմ համարում հետընտրական սցենարները, որովհետև կարծում եմ Ռուսաստանը եւ Ռուսաստանին ծառայող այստեղի ուժերը կփորձեն հնարավորինս դելեգիտիմացնել ընտրությունները, ցույց տալով, որ դրանք եղել են անօրինական, եթե հիշենք օրինակ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ իրենք շատ էին բարձրաձայնում տարբեր իբր թե ընտրակեղծիքների մասին ընդդիմությունը, այսպես կոչված ընդդիմությունը։ Բայց հետո երբ օրինակ արդյունքները հրապարակվեցին եւ իրենք տեսում են, որ միասնական ջանքերով կարողանում են իշխանություն ձևավորել քաղաքային Գյումրիում, իրենք մոռացան իրենց բարձրաձայնված իբր թե ընտրակեղծիքների մասին եւ իշխանություն ձևավորեցին հօգուտ կոմունիստ տավարիշ Վարդանիկ Ղուկասյանի նույն վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ էր մի իրատեսական պնդումներ էին անում, զանգեր էին ստանում դիտորդական առաքելություն եւ ասում են թե իբր թե լցոնումներ են տեղ ունենում, լցոնումներ, որ նույնիսկ 2017 թվականին տեղի չեն ունեցել, բայց հետո դրանք երբ ստուգվում էին, միանգամից հերկվում էին։ Եվ բնականաբար նպատակը հենց ընտրությունները ապալեգիտիմացնելն էր։ Նույնը լինելու է 2026 թվականին, իմ կարծիքով այնուամենայնիվ լինելու են այդպիսի սրացումներ, նամանավանդ որ մենք տեսնում ենք, որ այդ սրացումները օր-օրի շատանում են, նաև այդ սրացումները արդյունք են մեր իրավապահ համակարգի ուրեմն գործողությունների արդյունքում, որովհետև որքան շատ են բռնում ընտրակաշառքի դեպքեր, այդքան շատ են գազազում նաև այդ ընտրակաշառք բաժանողները եւ ես նորից եմ ասում, չեմ կարծում, թե եռագլուխ հրեշը կկարողանա իշխանություն ձևավորել 26 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Ես կարծում եմ, որ այո, իրենք միգուցե որոշները կկարողանան հաղթահարել անցողի շեմը, բայց իշխանություն չեն կարողանա ձևավորել։ Եվ հետեւաբար իրենք ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի խժդժություններ առաջացնեն Հայաստանից դուրս նաև կփորձեն այսպես ասած արևմտյան դաշտում, տարբեր եվրախորհրդարանականների, եվրապատգամավորների շուրջ ստեղծել մի այդպիսի շղարշ, թե իբր թե Հայաստանում ժողովրդավարությունից հետընթաց կա, բայց ես վստահ եմ, որ դա իրենց չի հաջողվի, ինչպես չհաջողվեց Մոլդովայի շուրջ ստեղծել այդպիսի կեղծ օրակարգ, այդպես էլ չի ստացվի Հայաստանի շուրջ ստեղծել այդպիսի կեղծ օրակարգ։ Հետաքրքիր կլինի, Գյորգի, դուք պատմեք, թե մենք օրինակ շատ ենք լսում, թե Ռուսաստանից որքան փորձում են մեր հայրենակիցներին օգտագործելով Ռուսաստանում օգտագործել Հայաստանի ընտրություններում, եղել էին նաև դեպքեր, որ Վրաստանում մեր ապրող հայրենակիցները նույնպես փորձել են ներքաշել, ինչ տեղեկություն ունեք դուք դրա հետ կապված Գյորգի, թե արդյոք իրապես փորձում են ներքաշել եւ թափես թե ինչպես է մտածում Վրաստանում ապրող հայազգի Վրաստանի քաղաքացիները կամ նույնիսկ եթե ոչ քաղաքացիները, ապա կարծեմ Վրաստանը ունի երկքաղաքացիություն, ճիշտ է։ Այո, կա երկքաղաքացիություն, այո։ Ասում կարող է լինել Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ Հայաստանի ընտրություններին։ Այո։ Շատ կարևոր հարց է իհարկե, Վրաստանի հայությունը մեծ մասամբ կիսվում է երկու մասի։ Թբիլիսի հայությունը, որը ավելի, այսպես ասեմ, ինտեգրված է այն մակարդակով, որ շատ քիչ է այստեղ որևէ ձև, այսինքն երկքաղաքացիներ շատ քիչ կան, Հայաստանի հետ ուղիղ կապ ունեցող, ոչ էլ հայալեզու է կարելի ասել Թբիլիսի հայությունը, պատմականորեն ռուսալեզու է եղել, հիմա ավելի վրացալեզու է նույնիսկ դառնում, այսինքն մի փոքր այստեղ խնդիրներ ունենք այդ առումով Թբիլիսիում, բայց դա ուրիշ հարց է։ Ջավախքի մասն է իհարկե խոսքը, այսինքն որտեղ որ հայալեզու, ավելի հայկական նույնիսկ քաղաքական դաշտում մասնակցող, քան թե վրացական, շատերը երկքաղաքացիություն ունեցող, որովհետև շատերը ունեն բարեկամներ։ Գրեթե չկա ընտանիք կամ ազգ, այսինքն կոնկրետ ազգություն կամ գյուղ, որ չունենան բարեկամ Ռուսաստանում,
այն էլ, որը այդտեղից է Java-ից է եւ այնտեղ է բնակվում։ Դա բերում է նրան, որ վերջի տվյալները, որը ինձ գալիս են տարբեր աղբյուրներից, որ այդ բարեկամները կապնվում են իրանց բարեկամների, ասում են, եթե Հայաստանում այս իշխանությունը մնա եւ ռուսամետ չգա, ապա մենք խնդիրներ ենք ունենալու այստեղ, կամ եթե չեք ուզում խնդիրներ ունենանք, ապա գնացեք քվյարկեք։ Գիտեմ, որ եւ ինչ պատմում են նաեւ, որ այդ մարդկանց էլ խորհուրդ են տալի, այսպես ասեմ, Ռուսաստանում, որ այդպիսի իրանց բարեկամներին հորդորեն։ Ակնհայտ է, որ այդ մարդկանց մի մասը կամ պետական ծառայող են Ռուսաստանում, կամ ինչ որ առումով, հա, պետական ծառայությունը տարբեր է, կամ բիզնեսում կապ ունեն եւ բիզնեսն էլ ոնց է ճնշման տակ Ռուսաստանում գիտենք։ Մյուս կողմից գիտե որ դե տեսեք ամեն օր ուրեմն այդ ավտոբուսներ են գալի Ռուսաստանից եւ գնում, այսինքն կապը իրական է, մարդիկ գալիս են իրենց բարեկամների մոտ այստեղ եւ ուստի այդ խոսակցությունը նաեւ գնում է։ Ակնհայտ է, որ շատերը նաեւ ուղիղ կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ, որովհետեւ ի վերջո, այո, խոշոր գործընկերություն ունի Ռուսաստանում, որը ունի ազդեցություն եւ այդ թվում հայ համայնքի հետ կապեր։ Իհարկե հասկանալի է, որ նաև համայնքի վրա Վրաստանում ունի ազդեցությունը Կտրիչ Ներսիսյանի համակարգը, փոքրիկ խմբակի, ասեմ, որ այսօր այստեղ եկեղեցու ղեկավարը վիրայոց թեմի Եզրաս Ներսիսյանի զամն է, հենց այս բառով պետք է ասեմ, բերել են Մոսկվայից, ուստի իմ համար այսինքն երբ ասում եք ով է Եզրաս Ներսիսյանը, կարծում եմ բոլորը արդեն գիտեն ով է, ուստի ով պետք է լինի իր զամը Արբաթ բատալյոնի օրհնիչը։ Այո, այսինքն ձեր համար արդեն բարդ չէ, որ գուշակեք եւ իրավիճակը, հա, դա իհարկե դաշնակցությունը նաեւ իր ակտիվությունը ունի ակնհայտորեն եւ Վրաստանում իրավիճակը դրանով է բարդ, որ մեծ մասամբ համայնքային գործերով զբաղվում է եկեղեցին եւ դաշնակցությունը, ինչպես կարելիացել գուցե շատ տեղերում, եթե ոչ բոլոր, մենք հիշում ենք ձեր հետ միասին օրինակը, հա, դաշնակցությունի Բրյուսելյան բյուրոն Հայդատի, որ ասում է, որ Փաշինյանը, որ Պուտինի հետ հանդիպեց, ռուսամետ քաղաքական գործիչ է, իսկ դուք Եվրոպա Սասունյանը կոնկրետ այդպիսի գրառում էր այլ։ Այսինքն դաշնակցությունը տարբեր խաղեր է խաղում իրականում, միտեղ ռուսամետ է Փաշինյանը, միտեղ արևմտամետ է, դա է խնդիրը, միտեղ հիմա Ջիլիզա գյուղ են հանձնում Փաշինյանը, հա, որը անհասկանալի է, ուղեցին, ես միջամտեցի, խոսեցի այդ լրագրողների հետ, ուղեցին, անհասկանալի է կոնկրետ պատճառը, սխալվել են, ասում ենք սխալվել ենք, բայց Ժողովուրդ օրաթերթի վրա 2 տարվա առաջվա հոդվածի վրա հղում է արված։ Այդ ժողովուրդ օրաթերթը առասարակ ում հետ ավելի կապ ունի, այդ ավելի երևի դու ինձ լավ ասես, բայց անհասկանալի է, հա, նաև այդ թեզը, բայց հասկանալի է, որ Փաշինյանին մեղադրել հողեր հանձնելու օրակարգի մեջ, որը վտանգավոր է, որովհետև միջպետական նաև խնդիրներ է բերում։ Ի վերջո գիտեմ, որ շատերին նաև քրեական ենթամշակույթ ունեցող մարդիկ ունեն այդպիսի ազդեցություն, որ խորհրդորում են, դե չմոռանաս, որ Ջավախքի ժողովուրդը շատ մոտիկ է Գյումրու ժողովրդի մշակույթին, աշխարհայացքին, այսինքն ինչ որ առումով շատ են փոխկապակցված, էլի, բարբառնել եւ այլն։ Այսինքն այդ քրեական ենթամշակույթը, որը ես ոչ էլ հասկանում եմ, անկեղծ ասած, ինչի գոյություն ունի միջև հիմա, բայց փաստացի ինչ որ ազդեցություն կա եւ փորձում են մարդկանց հորդորել կոնկրետ ես ինչ գիտեմ կոնկրետ որ ուժեղ Հայաստանը ասում է իրանց անդամների նաեւ շնորհիվով դե գիտեք Ջավախից շատերը Երևանում են ապրում կամ սովորում եւ այլն այսինքն կապը Երևանի հետ շատ ուղիղ է այդ թվում Գյումրի հետ էլ այսինքն ասում են որ մենք պատրաստ ենք ձեզ ֆինանսավորել այսինքն զուտ տրանսպորտը ես դեռ տեղեկատվություն կաշառքի մասին ինչպես այսպեսին չունեմ, անձամբ ես դեռ որ հստակ ասեմ, բայց ճանապարհը ուրեմն մնալը ուտելիքը այդ ժամանակվա ընթացքում 1-2 օրվա համար որ մեկնեք եւ ով Հայաստանի քաղաքացի եք քվեարկեք, դա այդ օրակարգը կա։ Մեծ մասամբ ավելի գալիս է նրանից, որ եթե այդպես չանեք, ապա Ռուսաստանում ձեր բարեկամները խնդիր կունենան, դուք էլ խոփան գնալու աշխատելու խնդիր կունենաք Ռուսաստանի հետ Հայաստանը հարաբերությունները կավարտվի, եթե Փաշինյանը վերընտրվի, այսինքն այն հարցերով իր այդ մարդկանց համար արեք անկեղծ լինենք, հա, բարեկամներ ունեցողների համար Ռուսաստանում, խոփան գնացողների համար Ռուսաստանում, կներեք, բայց դա քաղաքական հարց չէ, դա իրանց համար իրանց ընտանեկան, անձնական, ֆինանսական հարց է։ Ուստի ես հասկանում եմ այդ խնդիրը, մյուս կողմից Վրաստանում չկա օրենք, ըստ որի եթե քեզ ֆինանսավորեն դու գնաս քվեարկես այդ նկատի ունեմ ավտոբուսը եւ այլն դա չի համարվում Վրաստանում կաշառք Հայաստանում համարվում է ինչը շատ լավ է այսինքն այդ մարդիկ շատերը ուղղակի ոչ էլ գիտեն որ եթե իրանց
գումար չտան, ասեն արի մենք ավտոբուսը ֆինանսավորենք, հաստատ շատերը իրանց գումարով չեն գնա այսքան քվեարկելու, բայց եթե ավտոբուսով բանով քվեարկեն ու աջակցեն, շատերը ուղղակի չեն գիտակցում, որ դա ընտրակաշարք է, լուրջ չեն գիտակցում եւ կարող է տեղի ունենա։ Ուստի ես փորձում եմ բացահայտ դա բարձրաձայն ասեմ, որ հանկարծ չխափնում են, որովհետեւ ոչ մեկ նպատակ չունի օրակարգ, որ անպայման շատ մարդիկ ձերբակալվեն այս Ամենայն հավանականությամբ իրենք ձերբակալվեն այստեղ, որտեղ իրավահամակարգը այդ առումով պետք է ասեմ, լավ են աշխատում, քանի օգու արդեն ձերբակալել են Զվարթնոց օդանավակայանում, ովքեր մեծ գումարներով, ռուբլիներով, տուփերով բերում էին եւ փորձում էին այստեղ, ընդ որում ընտանիքներով sense բերում էին հերթով։ Այդ առումով պետք է անպայման մեր հայրենակիցներին Վրաստանում հասկացնել, որ մոռացեք այն, ինչ ձեզ ասում են Ռուսաստանում, եւ թերապես իրենք կարող են գալ եւ տեսնել, որ Հայաստանը որքան փոխվում է դեպի դրականը, օրեցօր եւ այն դաշնակցական լրատվականներին, որոնք իրենք երբեմն հետևում են, կապ չունեն, աղերս չունեն իրականության հետ։ Այո, շատ կարևոր է իհարկե եւ ես այդ ուղղությամբ աշխատում եմ, փորձում եմ։ Այդ առումով նաեւ պետք է շնորհակալություն հայտնեմ քեզ Գեորգի, որովհետեւ ես տեսնում եմ, թե ինչպիսի կարևոր գործ ես դու անում, տարածելով այդ կարևոր տեղեկությունը վրացահայերի մոտ, թափես վրացիների մոտ, դա էլ է շատ կարևոր, որովհետեւ քո գործունեությամբ դու նաեւ հայ-վրացական հարաբերություններն ես կարգավորում, որովհետեւ շատ երկար ժամանակ խաթարված են եղել, մենք չենք ճանաչել իրար հարևան լինելով, մենք իրար չենք ճանաչում իրապես հայաստանցիներն ու վրաստանցիները այդ կապը, այդ ընկերական, այդ կապը այդքան իրազեկվածությունը չի եղել միմյանց նկատմամբ եւ նաեւ քո միջոցով է որ դա փոխվում է։ Շնորհակալ եմ, այո։ Եվ ասեմ, որ իհարկե Վրաստանի հանրությունը մեծ մասամբ, շատ մեծ մասամբ աջակցում է ինչպես գործող իշխանության, այդպես էլ բոլոր արևմտամետ, այդ հայամետ, ուժերին ժողովրդավարական, այսինքն Վրաստանում շատ լավ հասկանում են ակնհայտորեն ռուսական օլիգարխի վտանգները եւ ինձ նաեւ հորդորում են, որ փոխանցեմ հայկական հանրությանը, որ չխափնվեն ռուս օլիգարխի այս խափելու օրակարգին։ Նաև ամփոփելով շնորհակալություն հայտնեմ անձամբ քեզ Արնոլդ ջան, ինչպես նաև Հանուն Հանրապետության կուսակցությանը, որովհետև իրոք պետականամետ գործունեություն եք ծավալում, որը օգնում է Հայաստանի նաև ժողովրդավարությանը, պետական շահերին, միևնույն ժամանակ հանրությանը տալիս է այլընտրանք, իրական այլընտրանք, որ մարդիկ կարողանան ընտրել նորմալ ընդդիմություն, այլ ոչ թե, որովհետև շատերը կան, ով իրոք կարող է պետականամետ են, եւ ես ունեմ այդպիսի շատ մարդ նաև բաժանորդագրված, բայց չեն ուզում աջակցել քաղաքացիական պայմանագրին այս ընտրությունները։ Ուստի հենց այդ այլընտրանքը դուք որ ստեղծում եք, ես գնահատում եմ շատ կարևոր, որովհետև մարդիկ կարծում են քաղաքականությամբ զբաղվելը դա միշտ հաճելի գործընթաց է, մեր հանրությունը մի մասը, այսինքն չգիտեն շատերը, որ դա բեռ է նաև մեծ առումով քաղաքականության զբաղվելը եւ ուստի այն, որ դուք այդ բեռը ձեր վրա վերցնում եք, դա նաև շատ գովելի է։ Շնորհակալ եմ Արնոլդ ջան, այսօրվա մեր երկխոսության համար կարծում եմ հետաքրքիր ստացվեց։ Միշտ նոր հանդիպում։ Բատոնո Գեորգի